Ձեզ կխնդրեմ քննարկենք միասին հետագայում։ Ռուբեն Մխիթարյան։ Շնորհակալություն, պարոն Ռուբինյան, հարցս պարոն Ֆարմանյանին է։ Պարոն Ֆարմանյան, ըստ ձեզ ՀՀՇ ժամանակ եղած ժամանակահատվածում կոռուպցիայի համար ՀՀՇ պաշտոնյաների որդիները պատասխանատու են, թե չէ։ Պարոն Մխիթարյան, անկեղծ ասած, ես գտնում եմ, որ որևէ մեկը մյուսի համար պատասխանատու է, չեմ կարող ասել, ուղիղ պատասխանատու չի կարող լինել։ Այսինքն բարոյապես, չգիտեմ, այլ դրսևորումներով գուցե, բայց ասենք գործունեության պատասխանատվություն զուտ իրավական առումով չի կարող, բայց իհարկե պատասխանատու է։ Հիմա ես իմ հոր համար պատասխանատու եմ, իմ հայրը իմ համար պատասխանատու է։ Հիմա մենք թիմի համար պատասխանատու Պասը չվերցրեց, բայց արձագանք, պարոն Մխիթարյան, կրկին փորձեք։ Ժորժ ջան, հստակեցնեմ, իմ բոլոր պատասխանները, ներողություն եմ խնդրում, պարոն Մխիթարյան, տեսեք, իմ բոլոր պատասխանների մեջ գուցե իմ նախկին աշխատանքի բնույթով պայմանավորված թե չգիտեմ ինչ, ենթագիտակցորեն իմ հարցերը, պատասխանները բաժանում են մի քանի մասի։ Պատասխան, որը օրենքից է բխում, այսինքն քրեա իրավական գնահատական չեմ կարող տալ, այն հարցերը, որոնք ինձ են վերաբերում, ունի պատասխան, եւ որը ընդհանուր գնահատականի խնդիր է, դա առանձին է։ Հիմա ուղիղ իրավական առումով հայրը որդու համար պատասխանատու չի, բայց գաղափարական առումով բարոյապես իհարկե պատասխանատու է։ Ես ոնց կարամ խուսափեմ իմ հորից կամ իմ հայրի ինձանից կամ յուրաքանչյուր նորմալ մարդ։ Արձագանք ունեք, չունեք։ Ճիշտ որոշում։ Արման Եղոյան։